Արևուն տակ տեսա, թե չարիք մկա, ու անիկա մարդոց մեջ շատ կգտնվի։ Մարդը, որուն Աստված հարստություն ու ստացվածք և փառք կուտա, իր հոգին ցանկացած որևէ բանե պակասություն մը չունենար, բայց Աստված անոր իշխանություն չի տար անկէ ուտելու, հապա զանիկա օտար մարդ կուտե։ Այս ալ ունայնություն ու գեշ ցավ մընե։ Եթե մարդ 100 զավակ ծնանի ու շատ տարիներ ապրի, և անոր հոգին բարութենէ չկշտանա, և անիկա թաղում ալ չունենա, կ'սեմ թե վիժածը անկէ աղէկ է, վասնզի ասիկա ունայնութեամբ եկավ ու խավարով գնաց, և անունը խավարի մեջ ծածկվեցավ, արևն ալ չտեսավ ու բան մըն ալ չգիտցավ։ Ասիկա մյուսեն ի՞նչ բանով ավելի հանգիստ է, իսկ եթե 2000 տարի ալ ապրի ու աղեկություն չտեսնե, մի՞թե ամենքը նույն տեղը չեն երթար։ Մարդուն բոլոր աշխատությունը իր բեռնին համար է, սակայն անոր հոգին չի կշտանար, քանզի իմաստունը անմիտեն ավելի ի՞նչ բան ունի։ Ապրողներուն մեջ քայլող գիցող աղքատը ի՞նչ օգուտ կունենա։ Աչքերով տեսնելը հոգիով փափագելէն աղէկ է, ասիկա ալ ունայնություն ու հոգիի տանջանք է։ Ինչ որ եղավ արդեն անոր անուն դրված է, և յայտնի է, թե մարդ է ու անիկա իրմէ զորաւորին հետ վիճելու կարող չէ, որովհետև ունայնություն շատացնող շատ բաներ կան, մարդուն ի՞նչ կմնա։ Քանզի ով գիտե, թե որ բանը աղէկ է կենդանի մարդուն, ստվերի պես անցուցած իր ունայն կյանքին բոլոր օրերուն մեջ, վասնզի մարդուն ով պիտի յայտնէ, թե իրմէ ետքը արևուն տակ ի՞նչ պիտի ըլլայ։ Բարի անունը հոտավէտ յուղեն ու մահվան օրը ծննդեան օրեն աղէկ է։ Սուգի տուն երթալը կոչունքի տուն երթալէն աղէկ է։ Վասնզի ամեն մարդու վախճանը այն է,